ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստվում է ընտրապայքարը իր հետ շարունակելու համար փոխնախագահ ընտրել։ Ես ունեմ 3-4 հավանական թեկնածու, սակայն ինձ համար ընտրությունը երկու գլխավոր թեկնածուների միջև է։ Թրամփի հավանական երկու թեկնածուներն են Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը, Ոչինչ չի առաջարկվել եւ ոչինչ չի ընդունվել, սակայն մենք զրուցել ենք ԱՄՆ-ի ներկայիս դժվարությունների մասին։ Ես համոզված եմ, որ Թրամփը նախագահության լավագույն թեկնածուն է։ եւ երկրորդ հավանական թեկնածուն Նյուտ Գինգրիչն է։ Կարծում եմ, որ ես եւ Մայքը շուտով հեռախոսազանգ կստանանք, որից հետո մեզանից մեկը կուղարկվի Նյու Յորք, իսկ մյուսը հեռուստացույցով կհետևի ընտրապայքարին։ Մինչ Թրամփը զբաղված է փոխնախագահի ընտրությունների մտորումներով, նրա դեմոկրատ հակառակորդ Հիլարի Քլինթոնը փորձում է գրավել հանրապետականների ուշադրությունը։ Այն սրահում, որտեղ ԱՄՆ-ի նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը վերջ է դրել ստրկությանը, Հիլարի Քլինթոնը սկսել է իր նոր հարձակումը Թրամփի հանդեպ։ Լինքոլնի կուսակցությունը աստիճանաբար վերածվում է Թրամփի կուսակցության։ Նրա ընտրարշավը ավելի պառակտող է, քան երբևէ։ Այն հիմնված է անվստահություն սերմանելու եւ ամերիկացիներին միմյանց դեմ տրամադրելու վրա։ Քլինթոնի այս հարձակումները հաջորդել են հարցումների նոր տվյալներին, որոնց համաձայն Այովա եւ Օհայո նահանգներում ձայների առավելությունը Թրամփինն է։ Քլինթոնը այժմ Թրամփին զիջում է նաեւ Ֆլորիդայում։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։